Մի համար եմ ուզում ընթերցեմ երկրորդ Կորինթացիների 3-րդ գլխի 6-րդ խոսքը եւ հետո խոսենք ընդհանուր այդ խորհուրդների մասին, որտեվ դա մեր իրականությունն է, ով ենք մենք, մեր ինքնության իրականությունն է, ու մենք շատ անգամ շատ այլ հարցերի հետևից ենք ընկնում, մոռանում ենք ով ենք մենք։ Աստված մեզ բավական դարձրեց կամ կոմպետենտ դարձրեց կամ բավարար դարձրեց նոր ուխտի ծառայողներ լինելու ոչ թե գրին, հայլ հոգին, որտեղ գիրը սպանում է, բայց հոգին ապրեցնում է։ Այս համարը բանալի համար է, թե ողջ Կորինթացիներիս նամակի համար, թե ընդհանրապես մեր քրիստոնեական կյանքի համար։ Աստված մեզ բավական է դարձրել, ոչ թե համարել, մենք չենք, հա, եթե համարելով լինի, այլ դարձնում Աստված մեզ բավարար նոր ուխտի ծառայողներ լինելու համար։ Կա նոր ուխտ, կա ծառայություն, եթե նայենք հին ուխտին, որը օրինակ էր, ստվեր էր, շուք էր, չէ, նոր ուխտի համար, կարծես պատրաստում էր նոր ուխտի իրականությունը հասկանալու, ճանաչելու, տեսնելու Աստծո ձեռագիրը, հա, այն ստվերների միջոցով Աստված խոսում էր իրական գալիքի մասին, ապա 5 կտականի ծառայությունը, որը հիմնվեց, գրի ծառայությունը, դա քահանայության ծառայությունն է, ու փաստացի Պողոս առաքյալը շեշտում է, որ մենք նոր ուխտի քահանաներն ենք, նոր ուխտի ծառայողներ ենք, մենք ուղղակի օգտատերերը չենք։ Պրոբլեմներն որ քրիստոնյաների մեծ մասը եկեղեցին օգտատեր են իրանց համարում ուխտի մեջ, այսինքն իրանք նոր ուխտում են օգտվելու համար, վերցնելու համար միայն։ Աստված ինձ օրհնում է, ինձ տալիս է, չգիտեմ, գալիս եմ եկեղեցի, իմ համար աղոթում են, իմ հիվանդությունները բժշկվում է, իմ գործի համար, եւ այլ, ես օգտատեր եմ։ Ոչ, դու օգտատեր չես։ Դու պաշտոնյա ես, ծառայող ես նոր ուխտի, նոր կտակարանի։ Աստված քեզ չի կանչել ուղղակի երջանիկ չաղ ու բախտավոր կյանք ապրելու առանց պատասխանատվության, առանց ներգրավման, առանց գործի։ Դու պատասխանատու, ես ու դու, մենք բոլորս պատասխանատու, մենք ծառայողներ ենք, բոլորս։ Այն պահից, որ դու քեզ համարում ես փրկված, այն պահից, որ դու քեզ համարում ես նոր ուխտի մասնակից, դու բավարար ես արդեն, Աստված արդեն քեզ բավարար է դարձրել այդ ուխտին ծառայելու, այդ ուխտի մեջ ծառայելու։ Նույնիսկ հին ուխտի քահանայությունը տարբեր կարգեր կար, չէ՞, տարբեր ֆունկցիաներ կար։ Ղևտացիները տարբեր բաներ էին անում։ Ղևտացի կար տարին մի անգամ մի հատ ձող էր բռնելու տեղափոխեր, մի հատ աման էր տեղափոխելու, բայց դա իր գործն էր, հա, իր անելիքն էր։ Քահանայապետը ամեն օր էր զոհանում, քահանաներ կային ամիսը մեկ պտտվում էր իրանց հերթապահությունը ծառայության։ Ամեն մեկը տարբեր բեռ էր կրում, բայց բոլորը ծառայում էին։ Եվ Աստծո խոստումն էր Իսրայելին, իր ժողովրդին, որ դուք իմ համար քահանաներ կլինեք, քահանաների թագավորություն կլինեք, հա, կամ թագավորների քահանայություն։ Ու հիմա Պողոսը նորից հաստատում է ու կարևոր բան ասում, որ նախ Աստված բավական է անում, ու եթե մեզ կողքից կողանային ասեն, ով էս անգրագետ է, էսի դպրոցը նորմալ չի ավարտել, 5 դասարան է սովորել, չգիտեմ, ինստիտուտ չի սովորել, ձեր հովը ինչ կրթություն ունի, մագիստրոս աստվածաբանության կամ ընդհանրապես կապ ունի թե չունի աստվածաբանության հետ, Աստված բավարար է արել։ Մարդիկ չեն բավարարումը որոշում, Աստված է որոշում բավարար, կոմպետենտ, բավական լինելը, որտեղ Աստված է կանչում, ինքն է դարձնում, ու դա նոր կտականի ծառայությունն է, ոչ թե գրին, այլ հոգին։ Այս հոգին է հետաքրքիր արտահայտությունը։ Հոգին նշանակում է հոգին է գործելու։ Եթե հին կտականը օգտագործում էր օրենքը, գիրը, չէ, հին ուխտի քահանայության ձեռնարկը, տենց ասած, գործածությունը, ինչով պետք է իրականացնել իր ծառայությունը, դա գիրն էր, գրված ամեն մանրամասնությամբ, ամեն քայլը, ամեն, չգիտեմ ինչը գրված էր, ինչ շոր, ինչ գույն, ինչ ձև, որտեղ կանգնի, ինչ գոռա, ինչ վերցնի, ինչ դնի, ամեն մանրամասնությամբ գրված էր, թե քահանան ինչ պիտի անի, նոր կտականի քահանայությունը գրով չի, հոգիով է, որտեղ հիմա հոգին պետք է ասի ինչպես ծառայես։ Հոգին է քեզ ասում, ոչ թե գիրը, ոչ թե ինչ-որ կանոններ, ոչ թե ինչ-որ սկզբունքներ։
Նոր կտականի քահանայությունը դա հոգի առաջնորդությամբ հոգով գործելու քահանայությունն է։ Նրանք են Աստծո որդիները, որ Աստծո օրենքով են առաջնորդվում, որ Աստծո հոգով են առաջնորդվում, Հռոմեացիս 8-ում ասում Պողոսը։ Այս առումով երկրորդ Կորինթացիների նամակը մեծ շեշտ ունի իրականում այդ քահանայական հոգևոր նոր կտականի քահանայական ծառայության վրա։ Ես դեմ շատերը չեն սիրում կարդալ երկրորդ Կորինթացիները, ինչպես նաև չեն սիրում ընթերցել Ղևտացիների գիրքը 5 կտականի Հնգամատյանից, երրորդ գիրքն է Աստվածաշնչում։ Մեջտեղի գիրքն է Հնգամատյանի, ու սա էլ է կարևոր, որտեղ Ղևտացիների գիրքն էլ նույնպես քահանայության մասին է, ինչպես երկրորդ Կորինթացիները, այս գիրքերը շատ նման են իրար։ Ու երբ որ մենք հասկանում ենք, սկսում ենք տեսնել հոգու միջոցով երկրորդ Կորինթացիների նամակի Պողոսը ինչա փոխանցում առաքյալը, Աստված ինչա փոխանցում իր միջոցով, այդ նույն պրոյեկտով հեշտ է տեսնել, կարդալ, ճանաչել, սիրել Ղևտացիների գիրքը։ Գիտեմ, որ շատերը հենց ասում են Ղևտացիներ թռնում են, որտեղ այդ անդադ այդ զոհը սենց անել, սենց կանգնել, սենց բռնել ես քարեն, ամանեն, չես ձանձրացուցիչ է շատերին։ Բայց դա Աստծո խոսքն է։ Եվ իզուր չի այնտեղ։ Ղևտացիների գիրքը հենց իր անունը խոսում է այն մասին, որ ինքը Ղևտացիների քահանայության մասին է։ Քահանաները Ղևի ցեղից են Ղևտացիները, Իսրայելի 12 ցեղերից մեկն էր, երրորդն էր Ղևի որդին Հակոբի եւ իր ողջ ցեղը դարձավ Աստծո տան ծառայողները։ Աստված Ղևին ասեց՝ ես քեզ հող չեմ տալու, որտեղ քո բաժինը ժառանգությունը ես եմ, եւ քո տնից Ղևի տնից վերցեց Ահարոնի տունը, որպես քահանաներ եւ մյուսները Ղևտացիները ծառայում էին։ Նրանց գործը ծառայությունն էր Աստծուն եւ ոչ թե գնալ հող վարել, գնալ չգիտեմ ինչ անել։ Առաջին հերթին ծառայությունն էր Աստծուն։ Ու այս գիրքը կարելի է բաժանել երկու մասի, Ղևտացիներից ենք խոսում, որ նման է Կորինթացիներին։ Առաջին մասում գրքի նկարագրված են զոհաբերությունները, ինչ զոհարվի, ինչի համար, ինչպես, նկարագրված են քահանայի ծառայությունը, քահանան իր հագուստը, իր շարժու ձևը, էլի ծառայության նկարագիրն է, մաքրությունները, ինչպես անմաքուր բաներից հեռու մնալ, ինչպես քահանան իրան պետքա մաքուր պահի, չկպնի ես ինչին, մեռելին, չգիտեմ պիղծ ուտելիք չուտի, խաղողից չուտի, խաղողի բերքից չուտի, ծառայության օրերին եւ այլն, մաքրության կանոնները։ Հետո 16-17-րդ գլուխներ, որը մեջտեղն է համարյա գրքի, ուղ կենտրոնն Ղևտացիների։ Մի հատ կենտրոնական իրականություն կա։ Դա քահանայապետի մուտքն է սրբության սրբոց։ Կարճ ասած, հանդիպումն է կենթանի Աստծո հետ։ Գրքի կենտրոնը կենթանի Աստծո հետ հանդիպումն է, արարողությունները չի, ծեսերը չի, մաքրությունը չի։ Դրանք կարևոր են, բայց եթե չկա հանդիպումը կենթանի Աստծո հետ, բոլոր այդ պահված մաքրությունները, բոլոր այդ ճիշտ շորերը, ճիշտ հագու կապը, ճիշտ ձևը, ճիշտ ձայնի տոնը, բարև եղբայրս ինչպես ես, Վարդուշ քույրիկ բարև ինչ լավ է, բոլոր են արտաքին պահված, արված բաները անիմաստ են, եթե չկա հանդիպումը կենթանի Աստծո հետ։ Եթե դու պետք է գանք եկեղեցի ու չհանդիպեն կենթանի Աստծուն, մնացած բոլոր բաները, որ արվում է, փառաբանությունը, քարոզը, ողջույնի ծառայությունը, մեր աղբերներս տեխնիկայով խառնում են իրար, գործում են, ամեն ինչ անիմաստ է։ Կենտրոնական առանցքը ողջ արչագործության, ողջ աստվածային կարգի, աստվածային գործի, կենթանի Աստծո հետ հանդիպումն է։ Հետո նոր այդ հանդիպումից հետո շարունակում եմ մյուս գլուխներում ինչպես վերաբերվել օտարականին, ինչպես վերաբերվել հանցան գործած իսրայելացուն, չգիտեմ, ամուսնության հարցերին, հողի հարցին, ինչ ցանել, ինչ չցանել, երբ հերկել, ինչքան հերկել, կյանքի հարցերը նորից, եթե չկա կենթանի հանդիպում Աստծո հետ, ողորմություն, բարեգործություն, լավ վարք, առաքինություններ, անիմաստ ու փուչ։ Ամեն ինչ
իմաստավորվում է կենթանի Աստծո հետ հանդիպման միջոցով։ Բայց այսօր քրիստոնյաները գնում են եկեղեցի ուղղակի լավ քարոզ լսելու, լավ բառաբանություն վայելելու, ինչ-որ մեկին տեսնելու, պարտքը կատարելու ինչ-որ բանում ու հանգիստ խղճով գնալու տուն, ոչ թե կենթանի Աստծուն հանդիպելու։ Ղևտացիների գիրքը շեշտում է այդ կարևորությունը։ Եթե չկա հանդիպում Աստծո հետ, ամեն ինչ անիմաստ է։ Եդեմը անիմաստ է։ Երկիր անիմաստ է։ Տիեզերքը անիմաստ է։ Ամեն ինչ անիմաստ է, եթե մարդ եւ Աստված իրար հետ չեն հանդիպում։ Նույնը տեսնում ենք նաեւ երկրորդ Կորինթացիներում։ Ճիշտ այլ ձևով նկարագրված, որովհետեւ սա նոր ուխտի արդեն քահանայությունն է, ծառայությունը իրականությունն է, բայց նույն բանն է։ Առաջի երկու գլուխներում Պողոսը խոսելով իր, անձնական վերաբերմունքի մասին սկսում է նկարագրել 3-րդ գլխից ինչպես ընթերցինք հոգու ծառայությունը կամ հոգու քահանայությունը։ Ոչ թե գրի, այլ փառքի ծառայություն, ոչ թե մահվան, այլ կյանքի ծառայություն, ոչ թե ստրկության, այլ ազատության ծառայություն։ Կոնտրաստով համեմատելով 5 կտականի, տարբերակելով 5 կտականի հին ուխտի ծառայության հետ, որտեղ հարցեր առաջանելու։ Ինչով էր վատ մեր հին ուխտը։ Այնքանով էր վատ, որ մի մարդ տարին մի անգամ նոր կարողանում էր մտնել Աստծո հետ հանդիպելու, ենել հարցեր հանդիպելու էր, թե չէ կամ ողջ մնալու էր, թե մեռնելու էր։ Եթե դա է քո ողջ ուխտը, որ ամբողջ ազգից, ամբողջ աշխարհի ազգերից մի ազգ է միայն, այդ մի ազգից էլ միայն մի մարդ ամենակ, այն էլ տարին մի օր է միայն, այն էլ մի քանի րոպեով է միայն, պիտի մտնի այդ սրբության սրբոցում այդ վարակույրի հետևում, այն էլ հարց է, երբ ողջ կմնա, թե կմեռնի այնտեղ։ Եթե դա է քո ողջ ուխտը, այսինքն Աստծո հետ հանդիպումից զրկված են մնացած բոլորը, ներառյալ նա, ով որ մտնում է այդ հանդիպման, դա մահվան ուխտ է։ Դա ոչինչ չի բերում մարդկային կյանքի մեջ, այլ ուխտ պետք է լիներ, որտեղ բոլորի համար հնարավորություն լիներ այդ կենթանի Աստծո հետ հանդիպումը։ Բոլորի համար հնարավորություն լիներ ամեն ժամանակ, ոչ թե տարին մի անգամ, ամեն ժամանակ համարձակությամբ մտնելու շնորհած աթոռի առաջ շնորհք ընդունելու, հանդիպելու կենթանի Աստծուն։ Ու դա մեր ուխտն է։ Եթե հին ուխտը, առաջի ուխտը ուներ հատուկ տեղ, որտեղ պետք է այդ հատուկ մարդը, հատուկ օրում, հատուկ ձևով մտնելու, հիմա մեր նոր ուխտում էդի ես ու դու ենք, որովհետև Աստված մեզ ընտրեց որպես իր տաճար, մեր մեջ բնակվելու։ Դա համար քո համար էական չի, որտեղ կլնես ֆիզիկապես, երբ կլինի դա, ինչ վիճակում անգամ կլինես, որտեղ եթե քահանան, որ պետք է հանդիպեր Աստծուն, զոհաբերությունների կարգ պետք է անցներ, զոհաբերությունն եղել խաչի վրա, լիարժեք, կատարյալ, ամեն ժամանակների համար, բոլորի համար։ Ու չկա քեզ խանգարող բան իր ներկայությունը վայելելու, եթե դու ինքդ չես մերժում քեզ այդ ներկայությունից։ Պատկերացեք այդ օրը գար ու քահանան ասել չէ, այսօր հավես չունեմ, գլուխս ցավում է, չեմ ուզում գնամ այդ սրբության սրբոցը։ Այսօր տրամադրություն չունեմ։ Այսօր գնում եմ տղեկի հետ ֆուտբոլ խաղալու, կամ ֆուտբոլ նայելու, կամ չգիտեմ, հարևանս կանչելա սուրճ խմելու, ու ես գնում եմ ու վերջ։ Այդ մի տեղներ, այդ մի շանսներ, այդ մի հնարավորություններ։ Մեր ուխտի մեջ ամենուրեք, ամեն ժամանակ, ամեն ձևով, վիճակով մենք հնարավորություն ունենք վայելելու հորը։ Հետաքրքիր է, որ ոչ թե գրի, այլ հոգի, թե Պողոսը, թե ավետարանիչները, թե մյուս առաքյալները հատուկ շեշտում են, որ մեր քահանայությունը, մեր ծառայությունը մի հատկություն ունի միայն։ Մի բան ունի միայն ու այդ բանը անձը, որի անունը Սուրբ Հոգի։ Նայեք,
Պողոսը կոչում է ոչ թե գրի, այլ հոգի ու վերջում էլ Տիրոջ հոգիից նորոգվում ենք նույն պատկերին տեսնելով 3-րդ գլխի վերջում։ Ու այդ հոգու սիմվոլիկան ամեն թե ավետարաններում, թե ողջ Աստվածաշնչում տեսնում ենք։ Օրինակ մի հետաքրքիր նոր շատ ենք խոսել տարբեր բաներից, չեմ ուզում կրկնվեմ, մի այլ բանի մասին խոսենք, որ ավելի նոր է ճանաչելու։ Հովհաննեսը իր ավետարանում, որը վերջի ավետարանն էր, չէ, բոլոր մյուս ավետարանիչները արդեն գրել էին, ու հետաքրքիր է 4 ավետարանները, որ ընթերցում ենք, հոգու թեման զարգանում է։ Օրինակ առաջինը գրել է Մարկոսը, շատ քիչ է հոգու մասին։ Հետո Մատթեոսն է գրել, ավելի շատ է գրել, ոչ թե դուք խոսեք, այլ ձեր հոգին ա որ ձեր մեջ, չէ։ Հետո Ղուկասը ավելի շատ է գրել, եթե մեկը չար է, բայց լավ բաներ է տալիս իր որդուն, որքան առավել ձեր հայրը, որ Սուրբ Հոգին կտա նրանց, որ խնդրում են նրանց։ Ղուկասը հատուկ Սուրբ Հոգու մասին շատ է հիշատակում։ Այնտեղ Մարգարեը անում են Սուրբ Հոգին իրանց վրա եւ այլն։ Գործ կառակելոցում Ղուկասը մեծ նկարագիր է տալիս Պենտեկոստեին, հոգու շարժին, հոգու դրսևորմանը, չէ։ Ղուկասը հոգու մարդ է, այդպես ասած։ Բայց հետո Հովհաննեսը, երբ որ գրում է իր ավետարանը, նորից տեսնում ենք 14, 15, 16 գլուխները հատուկ շեշտադրություն ունեն Սուրբ Հոգու մասին։ Երբ որ գնա մխիթարը չկգա, ու ես կանի, նկարագրում է Սուրբ Հոգին։ Եվ երբ որ ավետարանը ավարտում է Հիսուսի հարությունով, երկու նկարագիր է տալիս, որ կարևոր է մեզ։ Եվ որ Հիսուսը հանդիպում է հարություն առած իր աշակերտներին, ասում է խաղաղություն ձեզ եւ ինչ առեք, առեք Հոգին Սուրբ։ Սրա մեջ նույնիսկ խորհուրդ կա ու կարևոր խորհուրդ է։ Եվ որ Հիսուսը հարություն առավ, Հովհաննեսը հատուկ նկարագրում է, երբ որ եկան աշակերտները գերեզմանը Հիսուսի, տեսան, որ գերեզմանը դատարկ է, եւ մի հատ դետալ է Հովհաննեսը նկարագրում, որ մյուս ավետարանիչները չեն նկարագրում, բայց Հովհաննեսի համար դա կարևոր է։ Տեսան, որ Հիսուսի կտավները հանված էին, ծալված դրված էին։ Այսինքն մարդը մեր կահարություն առել։ Այն շորերով, որով իրան դրեցին գերեզման, այն շորերով, որով փաթաթեցին մահը, մահվան մեռած մարմինը, այդ շորերը մնաց գերեզմանում, մնաց մահվան տեղում։ Ուրիշ շորերով Հիսուսը հարություն առավ հայտնվեց իրանց։ Սա Եդեմի խորհուրդն է։ Եդեմում, երբ որ Ադամի մահը կատարվեց, իրենք իրանց թզենու տերևներով հագցրեցին։ Բայց երբ որ Աստված իրանց դուրս էր անում Եդեմից, թողեցին այդ թզենու տերևները, որտեղ Աստված իրենց կաշվե հագուստ հագցրեց, զոհի հագուստ հագցրեց։ Եվ այդ թզենու տերևները մնացին Եդեմում, մնացին այդ մահվան գերեզմանում կարելի ասել։ Ու հիմա Հովհաննեսը ասում է նայեք, երբ որ Հիսուսը հարություն առավ, այն մարդկային, այն հին հագուստ, այն հին այդ մահը ցածկող այդ փաթաթանները, ճիշտ է թզենու տերևների նման, թողնվել այնտեղ, նոր հագուստ է տրվել ուրեմն, զոհի հագուստը։ Ու այդ հագուստը, երբ որ ինքը հանդիպեց իր աշակերտներին, տվեց իրանց, առեք Հոգին Սուրբ։ Ու հետո ասեց կմնաք Երուսաղեմում, ինչև վերևից ինչ կհագնեք, զորություն կհագնեք, այդ նոր հագուստը, հանելով մահվան հագուստները, տալով նոր հագուստ, ու դա Սուրբ Հոգու հագուստն է։ Որովհետև Սուրբ Հոգու մեջ է ու միջոցով է մեր արդարությունը, Սուրբ Հոգու միջոցով է մեր ծառայությունը, մեր զորությունը, մեր փոխվելը, մեր սրտի մաքրությունը, ինչ որ հին ուխտում պահանջում էր Աստված կլվակ ես կանեք կմաքրեք, դա Սուրբ Հոգու միջոցով է, ինքը Սուրբ է, իր այդ հպվողները ինչ են լինելու, սրբվելու են։ Եթե մի բան մրոտ է, հպվես մուր ես կպնելու։ Ինչը Սուրբ է, կպնում է հին ուխտում կար այդ խորհուրդը։ Եթե Սուրբ անունը կպնում էր պիղծ անոթին, պիղծը սրբվում էր ու տարվում էր տաճար։ Մենք հագանք այդ նոր հագուստը, դա Սուրբ Հոգու հագուստն է։ Հետաքրքիր մի դետալ էլ, հատուկ Հովհաննեսը նշում է, որ աշակերտները վախից թաքնված էին։ Նման չի Եդեմում Ադամն ու Եվան վախից թաքնվել էին։ Հովհաննեսը կարծես վերադարձնում է Եդեմը, որ փոխվեց ամեն ինչ, ինչ որ կորցվեց Եդեմում, ինչ որ վախ եկավ, մահ եկավ, հա, այդ մարդկային թզենու տերևները, միջոցները, բոլորը թողնվեց այնտեղ։ Մենք նոր իրականության մեջ ենք, կյանքի, հարության, Սուրբ Հոգում եւ իր խաղաղության իրականության մեջ։ 4-րդ գլխում Պողոսը երկրորդ Կորինթացիներին խոսում է զոհաբերված կյանքի մասին, ճիշտ ինչպես Ղևտացիներում զոհերի մասին էր, հիմա այդ զոհը ես եմ, դու ես։
Հիսուսի կարևորագույն զոհի միջոցով մենք բոլորս ունակ ենք զոհաբերելու մեր կյանքը Աստծուն ընդունելի ձևի։ Հռոմեացիների 12-րդ գլխում Պողոս առաքյալն ձեր անձերը որպես կենդանի զոհ ընծայեք։ Ձեր մարմինը կենդանի զոհ ընծայեք, ինչի ճիշտ է քահանայության ղևտացիների խորհուրդն է ներկայացնում։ Եվ Երգորդ Կորինթացիներում շատ է խոսում դրա մասին։ Մի հատված օրինակ։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսած չենք, հալածված ենք, բայց լքված չենք, ընկած ենք, բայց կորած չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ Որտեղ մենք ողջերս, որ ողջ ենք, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։ Այնպես որ մահը գործում է մեր մեջ, իսկ կյանքը ձեր մեջ, որտեղ այս հոգու գանձը ունենք կավեամանների մեջ։ Բոլոր այդ նեղությունները, դժվարությունները զոհաբերման տեղ են փաստացի, որովհետև Հիսուսի զոհաբերության միջոցով մենք ունակ դարձանք մեր կյանքը զոհաբերելու Աստծո առաջ։ Ճիշտ Ղևտացիների գրքում քահանան պետքա զոհ բերեր, բայց քահանան բերում էր ուրիշի անձը զոհ։ Մենք մեր անձն ենք բերում Տիրոջ առաջ։ 5-րդ գլուխը ձգտումը հաճեցնել Աստծուն, որպես նոր ստեղծածներ, Հիսուսի մարդով արդարացածնել ու քահանային էլ Աստված պահանջում էր, որ դու Տիրոջ սուրբն ես, սոցիալն ես, պետքա տարբեր լինես մնացած իսրայելացիներից, ուրիշ կանոններով ապրես, ուրիշ ձևի ապրես։ Պողոս ասում է 9 խոսքը 5-րդ Դրա համար ձգտում ենք, որ թե մնանք, թե դուրս գանք, այսինքն այդ կամ Տերը գա, հագնենք, կամ մինչև Տիրոջ գալը թողնենք այս մարմինը մահանանք, հաճելի լինենք Աստծուն, որտեղ մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկը իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը, թե բարի եւ թե չար, ու եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է։ Հները անցան ամեն բան նոր եղավ։ Եվ ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուսի հետ հաշտեցրեց, Հիսուսի միջոցով հաշտեցրեց եւ մեզ տվեց հաշտության ծառայությունը, սա քահանայությունն է։ Քահանաները հաշտեցնում էին մեղավոր Իսրայելացուն կամ Իսրայելին Աստծո հետ։ Ու հիմա այդ քահանայությունը մերն է Պողոսը ասում է, բայց այս անգամ ոչ թե Իսրայելացու հետ, այլ ողջ աշխարհի հետ, որտեղ Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը իր հետ հաշտեցրեց։ Եվ նրանց հանցանքները իրենց ներեց եւ հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Հիմա մենք ոչ թե Իսրայելին ունենք հաշտության խոսք, մենք աշխարհին ունենք, ամեն մեկին ունենք։ Սա բոլոր մեկի համար է, իր մեղքերի ներման համար։ Եվ հիմա աղաչում են Քրիստոսի անունից հաշտվեք Աստծո հետ, որովհետեւ Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղք արեց, որպեսզի մենք Աստծո արդարությունը դառնանք նրանով։ Պատճառ չունես չհաշտվելու արդեն Աստծո հետ, որովհետև Աստված ամեն ինչ ապահովել է քո համար։ Եվ մենք էլ մեր կյանքը կարծես զոհաբերում ենք այդ մեծ նպատակին, ուրիշներին հայտնելու։ Ղևտացիներում տեսնում ենք քահանայի անձնական մաքրության նկարագիրը։ Կոչ կա այստեղ 6:14-ից 6-րդ գլուխը։ Անհավասար լծակից մի եղեք անհավատների հետ, որտեղ ինչ մասնակցություն ունի արդարություն անելունության հետ, կամ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, ինչ միաբանություն ունի Քրիստոս Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալ անհավատի հետ, ինչ համապատասխանություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որտեղ մենք կենդանի Աստծո տաճարն ենք, ինչպես Աստված ասեց, նրանց մեջ պիտի բնակվեմ եւ նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը կլինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Դրա համար նրանց միջից դուրս եկեք եւ առանձնացեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք, եւ ես ձեզ կընդունեմ եւ ձեզ հայր կլինեմ, եւ դուք ինձ որդիներ եւ դուստրեր կլինեք, ասում ամենակալ Տերը։ 6-րդ գլուխը կենտրոնում է 13 գլխանոց Երգորդ Կորինթացիներում ու նորից կենտրոնում Աստծո հետ հանդիպումն է, Աստծո որդիությունն է, այն որ Աստված մեր մեջ կբնակվի ու կգործի մեր մեջ։ Սկզբից կարծես պայմանական է հնչում, ասում մի դիպչեք ու ես ձեզ կընդունեմ, բայց դրանից առաջ ասում ես կգործեմ ձեր մեջ, կբնակվեմ ձեր մեջ եւ կգործեմ ձեր մեջ։ Դրա համար մի դիպչեք, դրա համար կփոխվի ձեր կյանքը, դրա համար հետևեք։ Կենտրոնական թեման, կենտրոնական իրադարձությունը նորից կենդանի Աստծո հետ հանդիպումն է։ Եթե չես հանդիպել Աստծո հետ, չես կարող հեռանալ խավարից։ Եթե չես հանդիպել Աստծո հետ, չես փոխի քո կյանքը, չի անցնի նախանձը քո սրտից, չեն գնա դևերը քո կյանքից։ Ոչինչ չի փոխվի, արտաքին կսարքես ինչ-որ բաներ, բայց ներսում, ասում ներսում կգործեմ, քո ներսը բան չի փոխվի։ Ու դու որդի չես լինի Աստծո հետ,
կլնես են անառակ որդու մեծ եղբորպես, որ կասի այսքան ժամանակ քո համար գործ եմ անում, մի հատ ինձ ուլ չտվեցիր, ընկերներիս հետ ուրախանամ։ Ուրիշ տեղ կլինի քո ուրախությունը, ոչ թե հոր տանը, հոր ներկայության մեջ, ոչ թե հոր գործը կլինի քո ուրախությունը, այլ քո արտաքին պահած ինչ-որ բաները, որը կպարծենաս ուրիշների առաջ, բայց ոչ Աստծո։ Հետո շարունակում է Կորինթացիները հետաքրքիր ձորից։ 7-րդ գլուխ ապաշխարության նկարագրությունն, 8-9 գթության ծառայության մասին է, ճիշտ ինչպես Ղևտացիներում օտարականին հոգ տանելու եւ այլի աղքատին տանելու մասին։ 10-13 գլուխները առաքելական ծառայության նկարագիրն է, որ նաև մեր ծառայության նկարագիրն է, որտեղ մենք առաքյալների հիման վրա կառուցված եկեղեցի ենք։ Այս նամակում էլ ընդհանրապես մեր քրիստոնեական կյանքի կենտրոնական իրադարձությունը Աստծո հետ հանդիպումն է։ Ոչ միայն մի անգամ առաջի անգամ հանդիպեցիր ու վերջ, այլ շարունակաբար։ Որը ոչ մի ուրիշ բան չի փոխում մեզ, ոչ մի ուրիշ բան կարևոր չի մեր կյանքի բոլոր դեպքերի, իրադարձությունների, դրսևորումների մեջ, ոչինչ արժեք չունի, եթե չի բխում Աստծո հետ հանդիպումից։ Ու երբ որ ինքը գործում է այդ հանդիպման միջոցով, այն ժամանակ, երբ որ խոստումը իրան կլնեն դու կլնեք իմ տղաները եւ աղջիկները եւ ես կլնեմ ձեր Աստվածը, միակ Աստվածը։ Երբ որ 10 պատվիրաններ հնչեցրեց, Աստված ասեց, ինձանից բացի ուրիշ Աստվածներ չունենաս։ Ինչի կա ուրիշ Աստված։ Չկան, մի Աստված կա, արարիչ հեղինակ, բայց մարդիկ կարող են իրենց Աստվածներ սարքել։ Մարդիկ կարող են փոխարինել կյանքի աղբյուրին, հեղինակին այլ բաներով։ Այդ նշանակում է այլտեղ հանդիպման գնալ, այլտեղ գտնել իրենց ինքնությունը, երկրպագությունը, հեղինակությունը ճշմարտության, հույսը դժվարությունների մեջ, առաջնորդ իրենց կյանքի կամ վերջին հանգրվանը։ Բայց որ Աստված քո Աստվածն է, ինքը քո երկրպագության միակ թիրախն է։ Քո միակ հեղինակությունն է վերին ճշմարտությունում։ Քո առաջին հույսն է դժվարության մեջ։ Քո հավատարիմ առաջնորդն է կյանքում, կյանքի պարագաների, խնդիրների, լուծումների մեջ, ոչ թե քո զգացումները, քո ամբիցիաները, քո մարմինը, քո ցանկությունները, եւ քո վերջին հանգրվանն է, երբ որ դու կնայես իրան կասես, երբ որ այս կյանքը վերջանա, ուզում եմ չվերջանա իմ ու քո հանդիպումը։ Որովհետև իրականում խոշոր հաշվով բան չի փոխվելու նրանց համար, ովքեր Աստծո հետ հանդիպումով են ապրում։ Ընդամենը այս վրանից կանցնեն մի այլ իրականության մեջ։ Հետաքրքիր է, որ Աստված որդիության մասին է խոսում, որ դուք ինձ տղաներ եւ աղջիկներ կլնեք, իմ որդիները եւ իմ դուստրերը կլնեք։ Որտեղ այդ հանդիպման իմաստը զուտ քո բարոյական մաքրությունը չի։ Այդ հանդիպման իմաստը հորը ճանաչելն է, իսկ հոր ճանաչումը քո որդիության ճանաչումն է։ Քո իրական ինքնությունը դու գտնում ես իր մեջ, ով ես դու, ինչի համար ես ստեղծված, ինչի համար է ողջ հավիտենությունը լինելու իր հոր հետ որդու հանդիպման միջոցով է։ Ամենամեծ սերը դա ծնողի եւ երեխայի միջև եղած սերն է։ Կներեն ինձ ամուսինները, բայց ամենաամուր սերը դա ծնողի եւ երեխայի կապն է։ Դրա համար Աստված իրան հայր է կոչել եւ ոչ թե ուղղակի ամուսին։ Եվ երբ որ կոչում է որդի, որտեվ որդիության իմաստը հենց այդ սիրո շարունակությունն է։ Մեզ անպայման, առանց նախապայմանի, առանց որևէ այլ շարժառիթի եւ դրդման սիրում են մեր ծնողները։ Համաձայն եք ծնողներ։ Սա կյանքի Աստծո դրած կանոնն է։ Սրա համար է Պողոսը շեշտադրում սիրո իրականությունը, որտեղ այդ հանդիպան իմ նպատակը հոր սերը ճանաչելն է եւ ինձ ճանաչելն է այդ սիրո մեջ, իմ որդիությունը ճանաչելը։ Շատ խնդիրներ մեր կյանքում գալիս են այդ խորտ լինելու զգալ, մենք չափում ենք մեր որդիությունը մեր կյանքում եղած դեպքերով։ Ինձ քիչ տվեց, ինձ չի սիրում։ Իմ հետ էս փորձանք եղավ, ուրեմն Աստված չի սիրում։ Ինչքան մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրների են հանդիպել,
Մեկ էլ նայես թողել է հավատքը, որ Աստված սիրում էր ինչի Աստծո կատարյալ սերը քո համար խաչի վրա դրսևորվել է։ Որ իր միածին որդուն, հայրը իր որդուն տվեց քո համար։ Որ դու հավիտենական որդի լինես իրան։ Եթե սա քո համար նշանակություն չունի, ուզում աշխարհը շահես, նշանակություն չի ունենալու։ Միշտ կգտնես ավելի ինչ-որ մեկի մի բան, այլ բան, որը քիչ է կամ պակաս է։ Բայց ոչ միայն հայրը տվեց իր որդուն, այլ որդին էլ իրան տվեց։ Հետաքրիր արտահայտություն անում Պողոս առաքյալը Գաղատացիների նամակում, այսօր ընթերցենք ու այսօր ամփոփենք գանք աղոթքով։ Գաղատացիս 2:20-ը։ Պողոս ասում է, այն կյանքը, որով հիմա ես ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծո որդու հավատքի կամ հավատարմությամբ, ով սիրեց ինձ եւ իրեն ինձ համար տվեց։ Նայեք, Աստված այնպես սիրեց աշխարհը, բոլորս գիտենք անգիր, չէ՞, մինչև իր միածին որդուն տվեց։ Բայց այդտեղ Պողոսը չի ասում, որ Աստված տվեց որդուն։ Այլ ասում Աստծո որդին ինքը ինձ սիրեց եւ իր անձը տվեց իմ համար, մատնեց հունարեն, հանձնեց մահվան տեց ասած։ Ինչ սիրո մասին է խոսում Պողոսը։ Այս արդեն ոչ թե հայրն է մեզ սիրում, իհարկե հայրը սիրում է, բայց նա որդին է սիրում։ Դրա համար եկավ հոժարությամբ։ Բայց մի հետաքրքիր դետալ կա այստեղ։ Պողոսը չի ասում Աստծո որդին սիրեց մեզ կամ աշխարհը, ինձ սիրեց, անձնապես, անհատապես։ Այնքան կարևոր է որ դու իմանաս, որ Հիսուսը հենց քեզ է սիրել։ Ոչ թե տենց հայր մարդկությունը, տենց անորոշ, ամբող, այլ անհատապես քեզ, Հակոբին, Վարդուշին, Կարենին, Սիմոնին, չգիտեմ, քեզ սիրել է ու քեզ համար իր անձը տվել է։ Երկրորդ կարևոր պահը այստեղ այն է, որ Պողոս ինքը հրեա է։ Ու հրեա, որպես հրեա իր համար կարևոր է 5 կտակարանի սիմվոլները, իրականությունը։ Ինչպես տեսանք ավետարաններում այդ Սուրբ Հոգու նկարագրի պահով էլ նորից սիմվոլիկան կա նկարագրման, ու նույն ձևի էլ Պողոս այստեղ հատուկ ակնարկ անում։ Գիշեք Պողոսը որ ցեղից էր։ Բենյամինի ցեղից էր։ Հիսուսը ում ցեղից էր։ Մարմնով, Հուդայի ցեղից էր։ Պողոս ակնարկում է Հովսեփի դեպքը, երբ որ Հովսեփը Եգիպտոսում իշխանավոր էր եւ երկրում երաշտ եղավ եւ միայն Եգիպտոսում հաց կար եւ Հակոբ ուղարկեց իր որդիներին, Բենյամինին պահեց։ Հովսեփին կորցրել էր այդ կնոջից, Ռաքելից։ Երկու որդի ուներ, Հովսեփը եւ Բենյամինը, իր սիրելի կինն էր, որդիներն էլ սիրելի էին, բայց Հովսեփին եղբայրները ծախեցին գերության, հոր ասեցին մահացել է։ Գիշատիչ կենթանի է կերել երևի, հեսա իր արյունոտ շորերը, մահացել է ու հայրը ողջ կյանքը սուկ պահեց Հովսեփի համար ու դողում էր Բենյամինի համար, որտեղ միակ որդին էր մնացել այդ կնոջից։ Ու երբ որ եղբայրները պետքա գնային Եգիպտոս, ասես չէ Բենյամինը թող մնա, ձեզ մինչե լնի այս սաղդ մի Բենյամին չարժեք իմ համար, այդ էր նշանակում։ Եղբայրները գնացին, Հովսեփը ճանաչեց, իրանց ասեց դուք լրտես եք, ասին չէ, մենք լրտես չենք, մենք բոլորս եղբայրներ ենք, լրտեսներ են ջոկատ են, չէ, հավաքված։ Չէ, մենք աղբերներ ենք, եկել ենք հաց բերենք, ով ունեք, մի հատ հայր ունենք, մի հատ էլ աղբեր ունենք փոքր, մի հատ էլ աղբեր ունենք կորել է, հիմա այդ փոքրը մնացել է։ Հովսեփը ասում է ես է սրանով կստուգեմ, որտեղ ինչ որ տանելու եք, մեկ այլի գալու եք, մյուս անգամ որ գաք, ձեր եղբորը կբերեք։ Ու որպես պատանդ Շմավոնին պահեց, որ չթռնեն տենց ասած։ Գոնե այս աղբորը համար մի բան անեն։ Եվ որ իրանք հետ գնացին, Հակոբին պատմեցին, Շմավոնը չկա, ուտելիքը պրծավ, ասին մի հատ էլ գնանք, բայց այս անգամ դի Բենյամինին տանենք։ Հակոբ ասեց ինձ թաղեք նոր տարեք այս երեխուն, որտեղ միակ հույսս էս է։ Ռուբենն է սկզբից խոսում, ասում է տուր իմ տղեկս, երկու տղեկս քեզ գրավ։
Եթե ես Բենյամինին չբերեմ, ինչ ուզում ես արա, սպանի ես իմ տղեկին։ Հուդան ասեց ինձ եմ քեզ տալիս գրավ։ Տղա չեմ տալիս, չգիտեմ, կին չեմ տալիս, ինձ, եթե ես չվերադարձնեմ, Հավիտյան անիծյալն եմ քո առաջ։ Ու երբ որ գալիս են Եգիպտոս, նոր Հակոբը համաձայնվում է, Բենյամինին բերում են, Հովսեփը տեսնում է Բենյամինին առանձին լացում է, վերջը հուզիչ այդ պատմությունը։ Հետո բան անում, իրանց գլխին բան է սարքում Հովսեփը, հիշում եք, իր ոսկե արծաթյա բաժակը դնում է Բենյամինի, տալիս է որ դնեն Բենյամինի պարկի մեջ, ու երբ որ գնում են ճանապարհին հետևներից այդ ծառան վազում, ասում է ինչ վատություն եք արել, ինչ վատ բան արել, մարդը ձեզ գողություն եք անում։ Ասում են ումը գտնվի ծառալնի քեզ, բոլորս ծառալն ենք, չէ՞ ասում, ումը եղավ նա իմ ծառան։ Բացում են Բենյամինի մոտ, լացելով հետ են գնում, ողբում են, Հոդան ասում է ինձ պահի, չէ՞։ Բենյամինին բաց թող, որովհետև իմ հայրս։ Հուդան չի խոսում Բենյամինի մասին, չի խոսում իր մասին, խոսում է հոր մասին։ Հուդան ասում է ես չեմ ուզում իմ հայրս տխրի, ողբի։ Ես ես ուզում եմ իմ կյանքը տալիս եմ, որպեսզի իմ հայրս ուրախ լինի։ Ու երբ որ Պողոսը կրկնում է, որ Հիսուսը սիրելով ինձ իր կյանքը տվեց, որպեսզի հայրը ուրախ լինի։ Ամեն ինչ դեպի հայրն է։ Մենք մոռացել ենք հորը ուրախացնելու մասին։ Մենք ապրում ենք այն ձևով, որ Աստված մեզ պետք է միշտ ուրախացնի։ Մեզ զվարճալի, մեզ անհրաժեշտ, մեզ կարևոր բաները ստանանք այդ հորից։ Մոռանում ենք, որ որդիությունը ծնողին ուրախացնելն է նաև, հաճեցնելն է։ Եվ որ մենք այնքան էգոիստ ենք, որ մենակ մեր կյանքի վրա է մեր ուշադրությունը եւ ոչ թե մեր երկնային հոր, մեր կյանքը ծուռ ձևի է գնում, ծուռ քրիստոնեություն ենք ապրում։ Կյանքը, որը հաճեցնում է Աստծուն, կյանքը, որը ձգտում է հոր ուրախությունը, դա Քրիստոսի հոգին է, Քրիստոսի կյանքն է։ Հիսուս ասաց, հայրն ինձ լսում է, որտեղ ես իրեն միշտ հաճելի բաներն եմ անում։ Ես անում եմ այն, ինչը հոր ուրախացնում է։ Ապրում ենք ես ու դու այդպես։ Քո ընտանիքի մեջ, քո աշխատանքի մեջ, քո անձնական կյանքի մեջ։ Եվ որ դու ինտերնետի մեջ ես, ոչ ոք չի տեսնում քեզ։ Դու փնտրում ես, ինչը ուրախացնում է հորը, թե չէ։ Քրիստոսի հոգին հորը ուրախացնող հոգին է։ Սուրբ հոգին հորը ուրախացնող հոգին է։ Սուրբ հոգին ինձ ու քեզ առաջնորդելու է բաներին, որը փառավորում է Քրիստոսին եւ ուրախացնում է հորը։ Եկեք կանգնենք իր առաջ։ Կանգնենք այդ որոշումով, այդ աղոթքով։ Որ կյանքի ամենակարևոր պահերը, մենակ այն պահերը չէր, որ մենք ծնող դարձանք, կին դարձանք, ամուսին դարձանք, հարուստ դարձանք, հաջող աշխատանք ունեցանք։ Մեր ամենահաջող պահերը դա հոր հետ հանդիպման պահերն են։ Մեր ամենաթանկ պահերը։ Ու երբ որ մի օր մենք հավիտենությունից հետ կնայենք մեր այս կյանքին, կհասկանանք, որ հորը ուրախացնում էր մենակ այդ պահերը։ Խնդիր չունի մեզ տալու ամեն ինչ, բացարձակ տիեզերք արել, մի հատ նայեք իր տիեզերքին, ինչ է իր համար մեզ չտալ ինչ-որ բաներ։ Եթե չի էլ տալիս, որտեղ պետք է ավելի հեռացնել է քեզ իրանից։ Եթե խլում է մի բան, որ մոտեցնի քեզ իրան։